Զվարճանքի այգիները հիանալի վայր են ինչպես ընտանեկան, այնպես էլ ընկերական ժամանցի համար։ Բազմագույն ու գրավիչ ատրակցիոնները անմոռանալի էմոցիաներ են պարգևում հատկապես երեխաներին, բայց դրանց անվտանգությունը հետևողական աշխատանք է պահանջում։ Ատրակցիոններն արտադրական վտանգավոր օբյեկտներ են և տարեկան առնվազն մեկ անգամ ենթարկվում են տեխնիկական անվտանգության փորձաքննության, պետք է ենթարկվեն։ Հայտնաբերվում են թերությունները անվտանգության վերաբերյալ եւ այնպիսի թերություններ են լինում, որոնք անմիջապես դեպքի սպառնալիք են լինում, անմիջապես դադարեցվում է ատրակցիոնի շահագործումը, կազմվում է միջոցառումների ծրագիր թերությունների վերաբերյալ, սահմանվում է ժամանակացույց եւ այդ ժամանակացույցը վերջանալուց հետո շահագործողը կրկնակի փորձաքննության է դիմում, որ վերացվել է նշված թերությունները եւ մեր մասնագետները կրկնակի փորձաքննություն իրականացնելուց հետո, եթե տեսնում են նշված թերությունները վերացված են, տալիս են փորձաքննության դրական եզրակացություն։ Հակառակ դեպքում տրվում է բացասական եզրակացություն եւ արգելվում է տվյալ ատրակցիոնի շահագործումը։ ՆԳՆ ռեեստրում գրանցված է 200 ատրակցիոն, 14-ը կոնսերվացված է, 98-ը մայիսի 30-ի դրությամբ ստուգվել է, ստացել դրական եզրակացություն։ Մնացածի ստուգումը շարունակվում է ըստ ժամանակացույցի։ Այցելուները ատրակցիոններին փակցված փաստաթղթերից կարող են տեղեկանալ դրանք փորձաքննության ենթարկված են, թե ոչ։ Կոնկրետ այստեղ գտնվում է փաստաթուղթը, որտեղ ամսաթիվը երևում է, որ 24/06/2024 թվականին տվյալ ատրակցիոնը անցել է տեխնիկական անվտանգության փորձաքննություն։ Տարեկանից բացի նաև լրացուցիչ ստուգումներ են կատարվում արդեն շահագործողի կողմից։ Լունապարկի տնօրենի խոսքով իրենք ամենօրյա ստուգումներ են իրականացնում։ Մեր կողմից ամենօրյա ստուգում կա, ցանկացած կարուսելի հսկիչը մեխանիկի հետ ստուգում են, մատյանքալ, որտեղ նշվում է, եթե որևէ թերություն ենք բացահայտում, ուրեմն դադարեցվում է աշխատանքը, մինչև այդ թերությունները չենք վերացնում, այդ կարուսելը չի աշխատում։ Ատրակցիոնների անվտանգության թեման հրատապ է հատկապես տոնական օրերին, երբ զբոսայգիներ այցելողների թիվը կտրուկ աճում է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիսի 1-ին ավելի մարդաշատ է լինում այգիներում եւ ատրակցիոններից ավելի շատ մարդիկ են օգտվում, պարտադիր այց կատարում ենք, նաեւ հունիսի 1-ին տարբեր այգիներում պարտադիր մեր աշխատակիցներից ներկա են լինում, որպեսզի խուսափենք հետագա դժբախտ դեպքերից։ Հակառակ ամենամյա ստուգումներին գրեթե ամեն տարի գրանցվում են ատրակցիոնների հետ կապված պատահարներ։ Միջադեպերի պատճառ որոշ դեպքերում ոչ թե ատրակցիոնի անսարքությունը, այլ հենց այցելուի անզգուշությունն է լինում, բայց սա, ինչպես ասում են, արդեն այլ պատմություն է։ Մերի Դանիելյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։